Պարոն Սաֆարյան, մենք լսեցինք Թրամփի հայտարարությունը, որտեղ բացահայտ աջակցություն կար Նիկոլ Փաշինյանին ընտրությունների շրջանակներում։ Դուք սա արդյոք միջամտություն համարում եք, թե ոչ հայաստանյան ընտրական գործընթացներին, որովհետև երբ որ Վլադիմիր Պուտինն է ասում, որ մենք ունենք քաղաքացիները Ռուսաստանի անձնագրերով, լավ կլինի, որ իրենք մասնակցեն, դա անմիջապես մեկնաբանվում է որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքաղաքական գործերին խառնվելու պարզ։ Թրամփի պարագայում այդպես է, թե ոչ։ Գիտեք, խոսքը գնում է երկակի ստանդարտների մասին։ Նախքան մայիսի 28-ին պետականության ասեմ, թե ուրեմն հանրապետության տոնի առթիվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը, այնուհետև իր աջակցությունը, չգիտեմ, իր բարեկամ կամ փառապանծ գործիչ, հիանալի գործիչ Նիկոլ Փաշինյանին, այստեղ ես որևէ վատ բան կամ որևէ միջամտություն ընտրությունների հետ կապված չեմ տեսնում, որովհետև գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետություն և Միացյալ Նահանգներ տարբեր ձևաչափերով և տարբեր ուղղություններով հարաբերությունները և սկիզբ են դրվել և ավելի են խորացել, դրան նախորդեց նաև 1 թե 2 օր առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարի կարճատև այցը Հայաստանի Հանրապետություն և այն, որ մեր մերժված, ձախողված, խոցելի ուժերը քաղաքական դաշտում, չեմ ուզում ասեմ ընդդիմությունը, ասում են, որ թրիպը կյանք չունի, թրիպը նախքան մինչև մեկնարկը արդեն մեռել է, թրիպը թղթի կտոր է և այլը, սա ցույց տվեց, որ թրիպը կեսունակ է և շուտով լինելու է հիմնարկեք ասեմ, իմպլեմենտացիա ասեմ բազում առումներով և այլ, այսինքն դա գալիս է նրանից, որ մեր ընդդիմությունը, ընդդիմություն չեմ ուզում ասել, որովհետև ընդդիմությունը ես համարում եմ մեծ ձեռքբերում և մեծ արժեք հանրային քաղաքական կյանքում, իսկ գալով Վլադիմիր Պուտինի հայտարարություններին, այո, դրանք տարբերվում են արմատապես շուրջ 180 աստիճան։ Բավական է ասել, որ Վլադիմիր Պուտինը և ռուսական քաղաքական շրջանակները չեն օգտագործում Հայաստանի Հանրապետություն եզրույթը, ասում են հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդը պիտի որոշի, հայ ժողովուրդը պիտի ռեֆերենդում անի, հանրաքվեանի մի բան, որը անթույլատրելի է, դա իրենց որոշելիքը չի։ Դա որոշում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ազգաբնակչությունը, հանրաքվեն ունի իր հստակ նորմերը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, ազգային ժողովի ընդունված որոշումներով, օրենքով և այլ։ Սա արդեն ցույց է տալիս, որ ակնհայտ սադրիչ միջամտություն է։ Եվ մեկ ամենակարևորը Վլադիմիր Պուտինը դեռևս ամիսներ առաջ չէր թաքցնում իր միջամտությունը, որ և ռուսական անձնագիր ունեցող և իր քաղաքացիություն ունեցող քաղաքական մարդիկ, անձերը կարող են մասնակցել, չպետք է խոչընդոտել, որպեսզի նրանք մասնակցեն Հայաստանի հանրային քաղաքական կյանքի զարգացմանը, հատկապես շեշտելով մեկ շաբաթ հետո կայանալիք համապետական ընտրություններին։ Ուզում եմ ասել, որ մենք ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք մի կողմից Միացյալ Նահանգների անթաքույց աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, իրենք այդպես էլ ասում են, խոսքը գնում է բազմաթիվ առումներով ստորագրված պայմանագրերին և նախաստորագրություններին, իսկ մյուս կողմից տասնամյակներ շարունակ ռազմավարական գործընկերը, դաշնակիցը կարծեք թե դրսևորում է մեղմ ասած ոչ կառուցողական։ Այսինքն, երբ որ ընդդիմությանն է Վլադիմիր Պուտինը աջակցում, դա ոչ կառուցողական է, Թրամփը, որ իշխանությանն է աջակցում, դա Հայաստանի Հանրապետությանը միտված քայլ է։ Վլադիմիր Պուտինը նախ ասում եմ անթույլատրելի եզրույթներ է օգտագործում, հայ ժողովուրդ, որ դրա միակ տարբերակը օգտագործման ձևը Հայաստանի հետ շփվելու Հայաստանի Հանրապետություն եզրույթն է։ Վլադիմիր Պուտինը նաև ասում է, որ այս քաղաքացիները պիտի մասնակցեն
Հայաստանի Հանրապետության համապետական ընտրություններին, որը Թրամփը չի ասում, Վլադիմիր Պուտինը գիտի, որ արդեն ռուսական ազդեցության եւ ռուսական քաղաքական շրջանակների հեղինակությունը վաղուց հասանված է այստեղ, այն էլ ձեր ասած ընդդիմության, ես ընդդիմություն բառը չեմ օգտագործի, եւ գաղտնիք չի, որ նաեւ վերջերս էլ համառորեն պատտվում է ոչ միայն ինսայդերի կողմից, այլ նաեւ տարբեր քաղաքական ռուսական եւ հայկական շրջանակների կողմից, որ նախապատրաստում են շուրջ 100,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող մարդկանց ներհոսք, որոնք մասնակցեն 2026 թվականի համապետական ընտրություններին։ Դրանք էլ կանդրադառնանք։ Ես վերջացնում եմ ռուսական քաղաքական շրջանակների աջակցությամբ։ Գիտեք, կես կատակ, կես լուրջ պիտի ասեմ, որ շուտով ես դիմելու եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, որպես հիմնադրամի նախագահ, 19-րդ քաղաքական ուժը քվեաթերթիկների մեջ տպել, որպեսզի ձայն տան 19-րդ քաղաքական ուժին, Եդինայա Ռոսիային, որովհետև այլ տրամաբանության մեջ դա չենք կարող մենք բացատրել։ Երբ Թրամփը ասում է, որ աջակցում են Նիկոլ Փաշինյանին, դուք չեք կարծում, որ Ամերիկան այնպիսի գործողություններ կանի, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, որը օրինակ կազդի ժողովրդի կամ արտահայտման, ազատ կամ արտահայտման վրա, որովհետև աջակցությունը մի ձև դրսևորվելու է, չէ՞, միայն հայտարարությունը չէ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ժողովրդավար երկիր է, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, ով դուք լավ գիտեք, ընդ որում նախանձելի ժողովրդավարության երկիր է Հայաստանը եւ Հայաստանի կառավարությունը իր ղեկավարով անվարան կերպով դավանում է ժողովրդավարության ոգուն ու տարին։ Փառք Աստծո, ես չեմ կարող ձեր հետ մրցակցել այդ գիտելիքների առումով, դուք տեսնում եք, որ յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության նիստից հետո եւ կարծեմ վերջերս էլ կարճ չպազրույցի կամ բրիֆինգի ընթացքում ինչպիսի հարցեր են տալիս ընդդիմադիր լրագրողները։ Ինքս լրագրողների հանդեպ ունենալով մեծ հարգանք, ես հիմա կասեմ, այլևս տեսնում եմ, որ անգամ շատ դեպքերում ընդունված նորմերը կամ ոչ հանրային քաղաքական դաշտում բառապաշարով հարցեր են տալիս վարչապետին, բայց վարչապետը մեծ հանդուրժողականությամբ եւ ուրեմն համբերատարությամբ այդ ամեն ինչին պատասխանում է։ Թրամփը երբեք թույլ չի տա խառնվել Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին, նույնիսկ ավելին ասեմ, Նիկոլ Փաշինյանը եւս հավատարիմ է ուղղությունով Հայաստանում ժողովրդավարական գործընթացների եւ զարգացմանը եւ կատարելագործմանը եւ դրա վառ վկայությունը լինելու է 2026 թվականի հունիսի 7-ի կայանալիք համապետական ընտրությունները։ Որևէ արտաքին միջամտություն, որևէ մասնակցություն Միացյալ Նահանգների կողմից ստվերային կերպով եւ որևէ սադրիչ գործողություն չի եղել, հիմա էլ չկա եւ վաղն էլ չի կարող լինել։ Ընդհակառակը մարդը լինելով խոսքս Դոնալդ Թրամփի օղերձի եւ Մարկո Ռուբիոյի այցի մասին է, ընդհակառակը սա անվերապահ աջակցություն է Հայաստանի Հանրապետությանը առաջի հերթին խաղաղության, ուրեմն անվտանգության նոր համակարգերի ներդրման եւ ինչու՞ չէ տնտեսական բազում ոլորտների զարգացման ուղղված։ Այստեղ ընտրությունների հետ կապված բացարձակապես ոչ մի խոսք չկա, գալով ռուսական շրջանակներին ես տեսնում եմ, որ ռուսական եւ տեսնում եմ եւ կարդում եմ եւ նաեւ լսում եմ, որ ռուսական քաղաքական շրջանակները, եթե չասեմ ատելությամբ, ամենայն դեպս ինչպիսի չկամությամբ կամ ինչպիսի դժկամությամբ կամ ինչպիսի հոխորտալից ոճով են արտահայտվում օրվա կառավարության, Հայաստանի կառավարության ընտրված իշխանության եւ նրա քաղաքական ուժի ու ղեկավարի հանդեպ եւ անթակույց կերպով նաեւ սատարում են այն քաղաքական ուժերին, որոնց ես չեմ կարող ասել ընդդիմություն։ Նրանք կամ բանը ռուսամետ քաղաքական ուժեր են, ասենք Հայ ազգային կոնգրեսը, ռուսամետ քաղաքական ուժեր, եւ կան Հայաստանում ռուսական ուժեր։ Ներկայումս ընդդիմության այսպես կոչված 3 առաջատար քաղաքական ուժերը
հանձինս ուժեղ Հայաստանի, հանձինս առաջարկ Հայաստանի եւ Հայաստան դաշինքի, սրանք ոչ թե ռուսամետ քաղաքական ուժեր են, այլ ռուսական քաղաքական ուժեր են։ Ռուսական քաղաքական ուժեր են։ Մի բան եմ ուզում հարցնել միջև առաջ գնալը, ժողովրդավարություն եք, հա, ասում։ Այո։ Արթուր Օսիպյանի կալանավորումն էլ է այդ ձեր ասած ժողովրդավարության մեջ։ Արթուր Օսիպյանի տեղավորում գնեք, հարցս հետո, երբ Արթուր Օսիպյանը մոտեցել է Նիկոլ Փաշինյանին, տվել է հարց, չի վիրավորել, չի հայոյել, չի հարվածել։ Հարցը ըստ էության Նիկոլ Փաշինյանի սրտով չի եղել, իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանին ասում է, ես ձեզ մի քանի հարց ունեմ, ասում է, հա, մեծ սիրով ասեք, եւ հարցը լսելուց հետո արդեն վարչապետը հունից դուրս է գալի եւ հետո տեսնում ենք, որ Արցախից բռնի տեղահանված Արթուր Օսիպյանը հիմա ճաղերի հետևում է 13 օր է հացադուլի մեջ է։ Սա է ժողովրդավարությունը։ Միանշանակ Արթուր Օսիպյանի կալանավորումը արդարության ոգուն ու տարին համապատասխան գործողություն է եւ ակցիա է։ Ասեմ ինչու։ 2016 թվականից Արթուր Օսիպյանը տեսնում եք հանրային քաղաքական դաշտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում մինչև 2023 թվականը եւ անընդհատ նա փոխել է ճամբարներ։ Այլևս չեմ խոսում, որ նրա գործունեության մեջ կա նաեւ շատ մոտ անցյալ, որտեղ նա քաղաքական տարբեր գործիչների եւ հոսանքների պատվեր է կատարել, չեմ ուզում մանրանամ, չեմ պատվերն է կատարել, երբ որ միշտ իշխանություններին քննադատել է Բակո Սահակյանի ժամանակ, Արայիկ Հարությունյանի ժամանակ, շարունակեմ, նա նաեւ Բակո Սահակյանի պատվերն է կատարել, Արայիկ Հարությունյանի պատվերներ է կատարել, այլ քաղաքական ուժերի պատվերել է կատարել, չժխտելով իհարկե նրա մասնակցությունը եւ պատերազմին եւ ծանր օրերին լինելով Արցախում։ Խնդիրը գնում է միայն եւ խնդիրը վերաբերվում է նրա պահվածքին, նրա ուրեմն արտահայտման ձևին։ Նա կարծեք թե մատով այնպես էր խոսում եւ այնպես է բղավում։ Հիմա դուք լրագրող եք։ Չէ, դուք այսինքն Նիկոլ Փաշինյանի բղավոցները, վիրավորական խոսքերը չեք տեսել եւ Արթուր Օսիպյանի հանգիստ հնչեցած հարցն եք խնդրի համար։ Դուք տեսել եք կամ չգիտեմ ձեր տարիքը կներեք, դուք կրծեր եք իզնից, դուք տեսել եք հնարավոր էր Ռոբերտ Քոչարյանի, Բակո Սահակյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության կամ կառավարման տարիներին Արթուր Օսիպյանի վարքագծով մեկը արտահայտվեր կամ ուրեմն ունենար խոսակցություն երկրի ղեկավարի հանդեպ։ Խնդիրը գնում էր պարզ ձևով Արցախից այստեղից գնացած գումարների մասին, լավ, ես ձեզ հարց եմ տալիս։ Եթե վարչապետը ասում է Արայիկին ինչ է կօգնել, որ դառնա նախագահ, որ վերջում էլ Արցախի հետ էսա տեղի ունեցել։ Արթուր Օսիպյանի հարցը դա է։ Ինչ է տեղի ունեցել Արցախի հետ։ Այն ինչ տեղս է։ Արցախը բռնա դատարկվել է, հա, տեղահանվել է։ Դա ընդհակառակը Արայիկին կատարվեց խռովություն, Ռոբերտ Քոչարյանն լինելով խռովությունների մեծ մասնագետ, կարծում եմ շուտով դրան էլ մենք կանդրադառնանք եւ իմ կներեք այսպես ասած Discovery-ին, իմ այդ Discovery զինանոցը թույլ է տալիս ասելու ինչ տեղի ունեցավ, այո, տեղի ունեցավ այն, ինչ սպասվում էր։ Հիմա հունիսի 7-ին մեր ժողովուրդը պատրաստական է, որպեսզի տեղի չունենա այն ինչ տեղի ունեցավ Արցախում։ Նաեւ Արթուր Օսիպյանին կրկին ու կրկին անդրադառնալով շատ չեմ ուզում ժամանակ կորցնել, դրա իմաստը չկա էլ, եթե նա պիտի իրեն Մարտի 13 օր հացադուլի մեջ է, դուք իմաստ չեք տեսնում։ Ես էլ եմ 88 թվականին 25 օր հացադուլ արել Ղարաբաղ կոմիտեի ժամանակ, ինչ անենք։ Այսինքն նա կարող է հանրապետության ղեկավարի հետ կապված, հանրապետության ղեկավարի հետ ունենալ խոսակցություն, անցնելով թույլատրության բոլոր Ինչպես անցավ այդ թույլատրելիությունը։ Ասենք ամենաբարձր ձևով նախ իր տոնով, նա չէր վերաբերում Նիկոլ Փաշինյանի տոնը դուք խնդրալից չեք համարում։ Նա ուրեմն նա դրթեց, սադրեց Նիկոլ Փաշինյանին ավելի էմոցիոնալ գտնվելու, ընդ որում ոչ միայն Արթուր Օսիպյանը, դրանից 1 թե 2 օր առաջ էլ այդ Ալփինե Սողոյանը, որի ամուսնուն 2 անգամ 1 շաբաթ առաջ պետությունը անվճար 2 անգամ բաց սրտի վիրահատություն է կատարել պետական միջոցներով եւ իմանալով որ Արաքիրի տիկնոջը նկատի ունի։ Այո, եւ իմանալով 2 օր առաջ էր մի ժամվա տարբերություն էր կամ մի ժամվա տարբերություն։ Պաստորեն այո, հա, Ալփինե Սողոյանին, ասինքն ինչ է կարծում Հայաստանի Հանրապետության վարչապետը պիտի լռելյան համաձայնությամբ տաներ ամեն ամոթանք,
ամեն կերպ նրան վարկաբեկելով, վիրավորելով, ձեն բարձրացնելով Արտուր Օսիպյանի պարագայում կարելի է հարցերը բարձրացնել շատ կիրթ ձևով, քաղաքակիրթ ձևով։ Հիմա ես եմ ասելու, որ Արցախից ինչքան գեներալներ են եղել այստեղ շրջափակման բլոկադայի ժամանակ, դրանից առաջ, եւ վարչապետը ճիշտ է ասել, որ ասել է այդ գեներալները բացի հաստափոր իրենց կազմվածքից եւ հաստափոր ոսկե խաչերից ու չգիտեմ զարդերից այլ բանով պիտանի չեն եղել մեր հասարակությանը, որ դրանք զբաղված են եղել ուրեմն փաշախանայական, ռազմաֆեոդալական, վերնախավին հատուկ գործողություններով։ Նա կարող էր Արտուր Օսիպյանը այդ հարցերը բարձրացնել, ընդ որում ես ասեմ, նման հարցերը բարձրացնելը շատ պատիվ է բերում բոլորին քաղաքական դաշտի, այդ թվում ես եմ պատրաստ նման կերպ հարցերը բարձրացնել ոչ միայն կառավարության ղեկավարի առջև, այլ ավելի բարձր ընդհանուր միջազգային բարձր ատյաններում։ Այդ դեպքում ես ձեզ հարց եմ տալիս, դուք եք Լավրովին հարց տվել, ինչու չեք բարոյականության նորմերը անցել մինչև հիմա մեր հանրային քաղաքական կյանքում, երբ որ թեկուզ ես ասում եմ, ես վռազում եմ Նարեկ Կիրակոսյանը ինձնից պետք է հարցազրույց վերցնի, բոլորը գովեստով են արտահայտում ձեր, դուք եք Լավրովին հարց տվել պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, բա ինչու չեք դուք այդ նորմերը ոտնահարել, ձեզ հարցնում եմ, ասեք, եթե դուք ասեք, ես եմ նա կպատասխանեմ։ Պարոն Սաֆարյանը, Արտուր Օսիպյանը լրագրող չի, Արտուր Օսիպյանը քաղաքացի է եւ իր հարցում մեջ չկա անձնական վիրավորանք ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Հանրային քաղաքական դաշտում, ուրեմն այն մարդիկ, որոնք մոտավորապես այսպես այդ աուրայի մեջ, այդ արենայի մեջ երևում են եւ զբաղվում են կամ քարոզչությամբ, կամ հետամուտ են լինում տարբեր շահեր։ Տվյալ պահին ես չեմ ասում, որ Արտուր Օհանյանը կարող էր Լեռնային Ղարաբաղի հետ կապված ունենալ դավադրական, բացասական, չգիտեմ, ես քավլիցի այդպիսի բան թույլ չեմ տա ասել։ Ընդհակառակը ինքը լինելով նաև հիմա քրեակատարողական վայրում, ուղիչ աշխատանքային վայրում, ես ինքս էլ պատրաստ եմ իմ ձայնս բարձրացնել եւ իմ բոլոր հնարավորություններով օգնել նրա շտապույտ քրեակատարողական հիմնարկից տեղափոխվելու եւ ինքս կարծում եմ իմ հնարավորությունները ավելի շատ կարող են լինել, քան շատերինը։ Ես այդ ոճը, ես այդ անթույլատրելի հնարքները չեմ ընդունում պարզապես։ Ես համարում եմ արգահատելի եւ դատապարտելի պետության ղեկավարի հետ նման կերպով խոսակցություն ունենալը։ Պետության ղեկավարի բառապաշարը դուք երբևէ տեսել եք, դատապարտել եք, թե ինչպես է նա խոսում, ինչ բառամթերք է օգտագործում, ձեզ համար ընդունելի է, որ կացարանում այրված զինվորի պապը գալիս է հարց տալու եւ նրա բերանը փակում են ախրանիկներով տանում են, իսկ Նիկոլ Փաշինյանը գոռում է փող է վերցրել, մարդը թոր է կորցրել, երիտասարդ տղա 18-20 տարեկան, իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ փողի է վերածում, եթե ինքը գուցե փող սիրում է, բայց ինչի է դա վերագրում բոլոր քաղաքացիներին, որոնք իրենց խնդիրներն են բանանում, բարձրաձայնում։ Անտոնեցի, նախ միգուցե ասում եք ինքը փող սիրում է, ես համոզված եմ, որ դուք եք համոզված, որ ինքը փողի հետ կապված որևէ դիրքորոշում, այսպես ասած, ցանկություն չունի։ Խոսքս վերաբերվում է ապօրինի էժան ճանապարհով փողին։ Սա մեկ, երկրորդը Նիկոլ Փաշինյանը երբեք չի հրաժարվել ամենասուր արտահայտություններից, ամենասուր ուրեմն հարց ու պատասխանից, ամենասուր բանավեճերից։ Ճիշտն ասած, ես այդ Ազատի բանի հետ կապված գումարտակի տեղ ունեցած այդ զորանոցի մահացած զինվորի պապի հետ կապված այդ միջադեպին տեղյակ չեմ ես, բայց կարող եմ այդպիսի տասնյակ օրինակներ բերել, որ գիտեք ինչ, Ռոբերտ Քոչարյանը կարող է ասել, եթե ձայն եք տալիս Փաշաևին, ձայն եք տալիս Ալիևին, կարող է ասել համբալ, կարող է ասել համաշխարհային դիկոր, կարող է ասել շանը գնում են առնելու, ասում են շունը էժան արժի, ասում են բայց լավ խոսում, ասում են բայց սաղ սուտ է խոսում։ Գայիկ Ծառուկյանը կարող էր ասել Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասել, որ մենք ունենք բելարուսամետ ուժեր, որոնք սպասարկում են օտար ուժերին, ասում են եթե լրտեսեմ, նախ լրտես անունը չի տվել Փաշինյանը Ծառուկյանին, ես պատրաստ եմ ինքս պատիժս կրելու, եթե ոչ ինքը պիտի գա իմ առույցի, այն էլ որց առույցի
չէ, կարծեմ վանդակը, մեկ այլ պարագայում Սամվել Կարապետյանի պարագայում չինական, չգիտեմ ինչ սունկի հալյուցինացիա առաջացնող եւ այսինքն մարդ, որը ունի կազվածք ոսկորից եւ մսից, մարդ, որը ունի բանականություն, այսինքն դրա համար ինքը շատ փայլու պատասխանում է, ինչ է կարծում մարդը պիտի ունենա էմոցիա եւ պիտի ունենա զգացմունք եւ ոչ թե սերիական մարդասպանը, որը կարող է չունենալ զգացմունք եւ ոչ թե քարփինջը, որը կարող է չունենալ զգացմունք եւ ոչ թե արհեստական բանականությունը։ Միայն ես ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի հանրային բառապաշարը, հանրային եթերը, հանրային եթերի խոսույթը, ուրեմն ստոկվորդը, բառամթերքը եւ այդ ամեն ինչը դիտման հրահարում են այդ երեք քաղաքական ուժերը սադրելով, որպեսզի բոլորին էլ սադրում են, բոլորին էլ այնպես են անում, որ հունից դուրս գալու, եթե դու հավասարակշիռ չես, բա ինչ գործ ունես, երկրի ղեկավարի այդտեղ որևէ անհավասարակշռության դրսևորում չկա, դեռ ընդհակառակը ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս շատ քիչ է օգտագործում հակափաստարկներ կամ նրանց նույն եթերային ոչ եթերային բառապաշարով պատասխանելու համար։ Ուղղակի ես մի բան ասեմ, գիտեք, այդ երեք քաղաքական ուժերի ղեկավարները, եթե կենտրոնական դրական հանձնաժողովում կարծեմ պիտի գրանցված լինի, որ նրանք պիտի տիրապետեն հայոց լեզվին, եթե չեն խոսում հայոց լեզվով, դա եւս անթույլատրելի է։ Խնդիրը ոչ միայն վերաբերվում է ոչ հանրային եթերային բառապաշարին, այլ նաև վերաբերում է առհասարակ հայրենի իմացությանը։ Ես դարձյալ կեսկատակ կեսլուրջ պիտի ասեմ, ինձ թվում է, թե այս երեքի հայրենի ուսուցիչ Տիգրան Արձականցյանը կամ քիչ է վճարվել նրանց հայրեն ուսուցանելու համար, կամ վճարվել է եւ գործը առայժմ մինչեւ վերջ չի հասցրել։ Օգտակար գործողության գործակիցը քիչ է Տիգրան Արձականցյանի մանկավարժական գործունեության առումով այս երեքի հանդեպ, հայրենի ուսուցման առումով։ Պարոն Սաֆարյան, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց Ծավալուն հանրային հեռուստաընկերությանը, տարբեր թեմաների անդրադարձավ եւ հարցազրույցի մի զգալի մաս Քոչարյանի կառավարման շրջանին էր եւ ըստ էության Ռոբերտ Քոչարյանը խնդիր չի տեսնում իր օրոք, որը ընտրակեղծիքների հետ է կապված եղել, մարդու իրավունքների խախտումների, սա ինչպես եք մեկնաբանում։ Ես ճիշտն ասած հաշվի առնելով որ Պետրոս Ղազարյանը փորձառու լրագրող է, այդպես էլ կա, ես հույս ունեի, որ Պետրոս Ղազարյանը պիտի անպայման բարձրացներ 1998 թվականի հեղաշրջումը, երբ Ռոբերտ Քոչարյանը չունենալով Հայաստանի քաղաքացիություն, համատիրության տեղեկանքով գրանցվեց որպես Հայաստանի Հանրապետության նախագահ։ Դա անպայման պիտի քննարկման թեմա դառնար 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, պետական հեղաշրջումը, սահմանադրական կարգի տապալումը, երբ գլխատվեց Հայաստանի կառավարությունը եւ Հայաստանի ազգային ժողովի ղեկավարությունը։ Եվ այդքանից հետո լրագրողը պիտի հարց բարձրացներ. միթե նա նշույլ չունեցավ բարոյական եւ պետական կառավարման դիմել ինքնահրաժարականի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը դրանից 1 տարի առաջ երթում էր տվել սահմանադրության վրա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Այլևս չեմ խոսում բազմաթիվ հարյուրավոր միլիոնների դոլարների մասին է խոսքը եւ մի քանի միլիարդավոր դոլարների արագ հարստացման, էժան հարստացման ճանապարհով, որը կոչվում է Իլգոթն Գենզ, եւ ուրեմն ստելով հանրային եթերից, ստելով ասում է մենք մեր ամեն մի գրոշի, մենք ամեն մի ռուբլու տեղը, մենք ամեն մի, չգիտեմ, դոլարի կամ ամեն մի ցենտի տեղը գիտենք, հարց է տալիս, հարց է բարձրացնում լրագրողը։ Դուք ունեք այսքան բան, 20 տարեկանում ինչպես է ձեր որդին դարձել դոլարային առումով միլիոնատեր։ Եվ պատասխանից անընդհատ խուսափում։ Եվ գիտեք Ռոբերտ Քոչարյանի ցինիկ պատասխանը որն էր, եւ ասում է
հիմա կաշառք չեն վերցնում, իհարկե հիմա կաշառք չեն վերցնում։ Իհարկե կա կաշառքի դրսևորումներ, դա կոչվում է պարտիզան շինա։ Հայաստանի Հանրապետությունում համատարած կոռուպցիա գոյություն չունի։ Խոսքս վերաբերվում էր հարցը հնչեցրեց Հայլուրի ուրեմն լրագրողը Պետրոս Ղազարյանը, այդ ինչու են ձեր քաղաքապետերը դարձել միլիոնատերեր։ Եվ գիտեք, ինչպես կարելի է կեղծել անամոթաբար առանց որևիցե խղճի խայթը զգալու ասելով, որ Արմեն Ավետիսյանի հայրը նախկինում եղել է շինարար։ Նախկինում ես հազարավոր շինարարներ գիտեմ, որոնք եղել են տրեստի կառավարիչներ, որոնք եղել են աշղեկներ, որոնք եղել են շինարարական վարչության պետեր եւ 90-ական թվականներին արդեն դեվալվացիայի արժեզրկման հետևանքով ընդամենը օրապահիկով են, օրավարձու աշխատանքներով են զբաղված եղել։ Ինչու՞ չէր հարցնում մոնումենտի այդ շքեղ հյուրանոցի Golden Palace-ը ինչա, չգիտեմ, այդ հյուրանոցի վերաբերյալ, ինչու՞ չի հարցնում Երվանդ Զախարյանը գտնվել է քրեական հետախուզման մեջ որպես հանցագործ եւ ասում է, որ Նարեկ Նալբանդյանը ինչու է, Նարեկ Նալբանդյանը բիզնեսմեն է։ Բայց Նարեկ Նալբանդյանը ում օրոք ինչ անենք, ասինքն հիմա, բայց նրա հայրը միլիարդատեր չի եղել, նրա հայրը երկրի նախագահ չի եղել։ Հիմա են հարստանում, հիմա է թանկարժեք գույքեր ձեր բերում Նարեկ Նալբանդյանը։ Մենք ունենք բանկեր, անկախ նրանից կներեք Ռոբերտ Քոչարյանը իրավունք ունի ուրիշի հարստանալու մասին խոսել, չխոսելու իր հարստության, իր հարստանալու ֆոնին, բայց այն որ չեզոք եւ անկախ մարդիկ կարող են մատնանշել Նարեկ Նալբանդյանի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք շեշտակի հարստանալու մասին, դա ակնհայտ է։ Հովիկ Աբրահամյանի տունը ձեռք բերելը ընդ որում քրեական գործով անցնող եւ կալանքի տակ գտնվող ազգային ժողովի Ես ձեր հետ համամիտ եմ, բայց խնդիրը վերաբերում էր Արմեն Գևորգյանի քաղաքի կենտրոնում, Երևան քաղաքի կենտրոնում, մայրաքաղաքի կենտրոնում որպես սեփականություն 58 անշարժ գույքերի վերաբերյալ։ Խնդիրը սրան է վերաբերում, որ նա պարտավոր էր որպես երկրի նախագահ տալ հստակ պատասխան միայն ու միայն իրավական հիմքով, միայն ու միայն բարոյական հիմքով։ Իսկ ով ասել, որ եթե Նարեկ Նալբանդյանի տնտեսական կամ գործարարական կյանքում լինեն սխալներ, մենք կարող ենք աշխփակել։ Ես հիմա ասում եմ Հայաստանի Հանրապետությունում տնտեսության ոլորտում կա հակամենաշնորհային քաղաքականություն, կա ազատ պայմաններ բանկերից օգտվելու համար, տնտեսական ազատ գործունեություն ծավալելու համար մի բան, որը իսպար բացակայել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Եվ հետո ես պիտի ավելին ասեմ։ Նախ նրանց այդ սիլիբիլիները, խաղերը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այսպես կոչված հրապարակային ես դա չեմ ընդունում, նրանք նույն մարդիկ են, նրանք սիամական երկօրյակներ են, եւ ես պիտի ասեմ, որ Արցախում, երբ որ մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղում բանակի թալանի, երբ որ խոսում ենք այստեղից գնացած բյուջե ուղարկված բյուջեին ուղարկված տասնյակ միլիարդավոր դոլարների ոչ նպատակահարմար օգտագործելու մասին, ապա նաեւ պիտի խոսենք, որ այնտեղ գործող ոսկու հանքերը, այնտեղ գործող տարբեր հանքերը դարձել էր 1-2 ընտանիքի, հատկապես Սերժ Սարգսյանի ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մերձավորագույն շրջապատի շահագործման օբյեկտներ, որը նրանց բերում էր աստղաբաշխական բնույթի, աստղաբաշխական չափի դոլարներ հարստություն։ Եվ ընտրակեղծիքների հետ կապված է Քոչարյանն ասում է, որ ամեն տարի կատարելագործվում էր եւ նախորդի համեմատ հաջորդ ընտրությունը ավելի լավ ժողովրդավար մակարդակի էինք ըստ էության դա էր ասածը, որ կազմակերպում էր, ասում են, եթե օրինակ 98-ին վատ էր, 2003-ին արդեն լավ էր եւ այլն, դուք տեսել եք փոփոխություն ընտրությունների հետ։ Այ հիմա ես իմ ճչացող հայտարարությունը անեմ, որպես ընտրիկ, որպես սենսացիա, պիտի ասեմ հետեւյալը։ 1996 թվականին, երբ որ Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական կարգի տապալում Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ ընտրության ժամանակ,
Ռոբերտ Քոչարյանը լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ անթաքույց կերպով հրապարակայինորեն հայտարարությամբ աջակցեց Լևոն Տեր-Պետրոսյանին սահմանադրական կարգը տապալելու 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը ընտրակեղծիքներով հաջողության է հասել Կարեն Դեմիրճյանի հետ նախագահական ընտրվածքում ես եղել եմ շտաբի պետ Ավան եւ Նորք համայնքներում եւ վստահ կարող եմ ասել, որ ինչ է կատարվել ամբողջ հանրապետությունում։ Որ թվականին 1998 թվականին, 2003 թվականին ավելի վատթար ձևով Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ կեղծելով ընտրությունների արդյունքները հաջողության հասավ Ստեփան Դեմիրճյանի հետ ուրեմն ընտրապայքարում։ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի ունեցել ժողովրդի վստահության քվեն։ Ես դա ասում եմ համոզեցուցիչ, նույնիսկ կարող եմ ավելին ասել։ Նա առաջին ընտրությունների ժամանակ, եթե չլներ Վազգեն Սարգսյանի պարագան, եթե չլներ եւս մի քանի այսպես գործիչների պարագան, նրա ձայների քանակը 20%-ը չէր անցնի։ Ես դա ասում եմ մարդ, որը եղել է մասնակից այդ ընտրություններում։ 2003 թվականին նա 20-25%-ից բարձր ձայն չի հավաքել։ 2008 թվականի մարտի 1-ին Սերժ Սարգսյանը չի հավաքել ձայների 50%-ը։ 2013 թվականին ես չգիտեմ Ռաֆի Հովհաննիսյանին ինչ ասեմ, որ ամբողջովին այդ մարդը հեղինակազրկվել է 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներում նա չկարողացավ տեր կանգնել մեր ժողովրդի իրեն տված վստահության քվեին։ Հիմա էլ ասում են ամեն անգամ լավն է եղել, ամեն անգամ գնալով վատն է եղել, ոտնահարել է մի ուրիշ ձևի։ Այսօր էլ գիտեք ինչ նարատիվներ են մեջտեղ բերում, որ եթե շատ մարդ գա ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիրը չեն հաղթահարելու 50% շեմը կամ մեծամասնություն չեն ունենա։ Ախր ես ուզում եմ ձեզ մի հատ հարցնեմ։ Եթե եկա 1.500.000 կամ 1.800.000, ո՞րն է ձեր ընտրազանգվածը։ Ձեր ընտրազանգվածը նախքին կաշառակեր չինովնիկներն են մի քանի հազար, իմ հայրենի Լեռնային Ղարաբաղից եկած մի քանի 100, որը հազարների չի հասնում, մոլորյալ արցախցիներն են, որոնց փորձում եք ուրեմն մոլերանդության, ցավի, վշտի, ողբերգության ուրեմն այդ ամեն ինչը ֆոնը շահարկելով ունենալ վստահության քվե եւ նաեւ բաժանված կաշառքը այսօր գաղտնիք չէ որ բոլորը գնում են միայն մեկ նպատակով Քոչարյանի թիմին ուժեղ Հայաստան թիմին եւ առաջարկ Հայաստան թիմին միայն ու միայն շահը հաշվի առնելով 1-2 օր առաջ էլ չնայած սա Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում 1 թե 2 օր առաջ ես տեսա Սամվել Կարապետյանն է հավաքել իր շուրջը, իր առանձնյակում ուրեմն մտավորականների, եթե դրանք կոչում են մտավորականներ։ Բալավ 20 տարի դուք չեք կարողացել եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, եւ Սերժ Սարգսյանի ժամանակ ձեր ձայնը բարձրացնել երկրում տիրող անառողջ մթնոլորտի, անարդարությունների, մամուլի հանդեպ սանձարձակությունների կեղծ ընտրությունների, պետության թալանելու, բանակի թալանելու, մի որևէ բան ասել եք, եւ տեսնում եմ մտավորականներ, որոնք նույնիսկ սողունների մեջ ավելի դրական կերպար են, քան սրանք սողունների մեջ։ Չեմ ուզում ես անուններ տալ։ Անհրաժեշտության դեպքում հստակ ես ունեմ այդ համարձակությունը կարող եմ ասել։ Ընդհակառակը Ռոբերտ Քոչարյանը ասելով եւ մեր այս երկիրը իր բոլոր զարգացումներով եւ արդարադատության եւ սոցիալական արդարության եւ առողջապահության եւ հատկապես կրթության ոլորտում ասելով որ երկիրը գնում է երկիրը այս վիճակից հանելու համար մեկը ուզում եմ մի հատ հարցնեմ երկիրը որ վիճակից հանելու համար երկիրը քո նախարարները պիտի հանեն այս վիճակից երբ որ դուք զբաղված եք եղել մանկատան փողերը ուտելով երբ որ դուք զբաղված եք եղել Լինսի հիմնադրամով հատկացված ավելի քան 240 միլիոնից նվազագույնը կեսը գրպանվել է եւ ես դա իմ կողմից չեմ հորինում ես ասում եմ այն մարդկանց կարծիքը որոնք այդ գործի մեջ
ներգրավված են եղել առավոտից մինչև երեկո։ Ռոբերտ Քոչարյանը միայն ու միայն եթե խոսում է բանակից, ապա պիտի տեսներ ինչ բանակ է թողել նա անվադողերով օգտագործված որպես պաշտպանական գծեր 60-70-ական թվականների ռուսական զենքերը, այլևս չեմ խոսում ձկան եւ մսի պահածոների տարանները որպես սահմանային լուսարձակման ապարատներ։ Մեկ ուրիշ բան ասեմ, Ռոբերտ Քոչարյանը, ես պիտի ասեմ, Ալիևից ավելի Ալիև էր, որովհետև ասեց, որ 44-օրյա պատերազմը Ադրբեջանը չի սկսել։ 44-օրյա պատերազմը բառից բուն իմաստով նա հայտարարեց, որ սկսել է Փաշինյանը։ Նա նաև ասեց, որ ինչու տեղի ունեցան Փարուխի դեպքերը այն ժամանակ, երբ 22 թվականի հոկտեմբերին, 2022 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Պրագայում հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ։ Այնինչ Փարուխի դեպքերը տեղի ունեցել 22 թվականի մարտ ամսին, եւս ստել։ Մեկ ուրիշ բան ասեմ ես։ Տեսեք, խոսում ենք Ադրբեջանի տարբեր, ուրեմն վերցրած զենքերից, Ռուսաստանից, չէ, Ռոբերտ Քոչարյանը ասում է հավասարակշռությունը պահպանելու համար է դա եղել։ Գիտեք, հիմա էլ ասում է թրիպը կենսունակ կլինի այն դեպքում, երբ որ դրան միանա Չինաստանը եւ Ռուսաստանը։ Գիտեք ինչ կա։ Հայաստանի Հանրապետությունն է որոշում իր անվտանգությունը եւ խաղաղությունը, եւ ինքն է որոշում ում հետ կարող է կնքել նման պայմանագիր։ Եվ այդ պայմանագրի մի կողմը Միացյալ Նահանգներն է, մի կողմը Հայաստանի Հանրապետությունն է։ Եթե մի կողմը լինի Ամերիկա, Ռուսաստանի Դաշնությունը կամ մյուս կողմը Չինաստանը, դա դարձյալ Հայաստանի Հանրապետության որոշելիքն է։ Ես ինքս չեմ ուզում շատ, այսպես ասած, ավելի մեծ փակագծեր բացեմ, կարծում եմ դրա ժամանակն էլ կգա։ Ես մի անգամ էլ այլտեղ հարցազրույցներ եմ տվել, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ մեր ժողովրդից թալանած 20-ից 25 միլիարդ դոլարը, եթե մեր կառավարությունը, որին մենք տալու ենք վստահության քվե եւ քաղաքական ուժին, անհրաժեշտ վճռականություն չցուցաբերի այդ թալանածը յետ բերելու առումով ցանկացած պահով, ուրեմն մենք պիտի ափսոսանք հայտնենք, որ կանգնած ենք անվարան քաղաքացիական պայմանագրի կողքը եւ նրա ղեկավարի կողքը։ Դուք այսինքն ձեր համար ընդունելի է, որ տերորով բան են, բերում են ուսուցիչներին, բաներին, հա։ Ես չեմ տեսել այդպիսի տերոր, այդպիսի բան չկա։ Տերոր փոխաբերական իմաստով։ Ուրեմն դուք տեսել եք ինչ է կատարվել 10 տարի, 15 տարի առաջ մեր քաղաքական դաշտում։ Ինչ կապ ունի, դրա համար պետք է նորմալ իշխանություն լիներ այս 8 տարիների ընթացքում, քաղաքական եւ իրավական գնահատականներ տրվեին մինչ այս տեղի ունեցած ընտրակեղծիքներն, ոչ թե հիմա երբ որ մենք ընտրակեղծիքների մասին ենք ներողություն ասում եմ ընտրակեղծիքների վարչական ռեսուրսի չարաշահումների մասին ենք բարձրաձայնում, ոչ թե հակադարձումը պետքա լինի Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակին, չէ՞ եղել, այլ հակադարձումը պետքա լինի թե իրավապահ համակարգն ինչանում, երբ որ բյուրականի դպրոցի տնօրենը ձայն էին աղարկում, ասում եմ մարսպետը գալու է կգաք դիմավորեք, այսինքն ուսուցիչը ինչի պետքա գնա դիմավորի ոմն Սերգեյ Մովսիսյանի, որը ասենք մարսպետ է, երբ որ ուսուցիչը պետք է այս երկրում լինի ամենաբարձր էլիտային ներկայացուցիչը, որտեղ նա աշակերտ է կրթում, սերունդ է կրթում։ Նույնը Վայոց ձորում Արսենյանին Ջերմուկի տղայի Վահագն Արսենյանի այցի համար են կանչում ուսուցիչներին, հա։ Սրանք խնդիրներ չեն, ինչի՞ չեք խոսում։ Միանշանակ ես դատապարտում եմ նման վարքագծով աչքի ընկնող եւ դպրոցի տնօրեններին եւ մարզպետներին։ Չէ, բայց դպրոցի տնօրեններին մեկը ասում է, դպրոցի տնօրենը չի իր սեփական նախաձեռնությամբ բանը։ Ես բացառում եմ, որ Հայաստան Հանրապետության կառավարության կողմից կարող է լինել նման ցուցում։ Դե կարող կառավարություն չլինի, կարող մարզպետը լինի, փոխմարզպետը։ Ես դա դատապարտում եմ, որովհետև ես դա համարում եմ պարտիզանական գործելավոճ, ես համարում եմ, որ դա չի ուղղորդվում կառավարությունից եւ նման երևույթները պիտի խիստ քննադատության ենթարկվեն եւ արմատախիլ արվեն օրենքի տարին ու ոգուն համապատասխան։ Դե եթե Նիկոլ Փաշինյանը դրան սուր կոշտ չի արձագանքում, ես համոզված եմ, որ կանաչ լույս չի վառում, օքեյ, բերեք ինչ գնով ուզում եք։ Ուրեմն ես ասեմ հետեւյալը, Նարեկ, հստակ կերպով ձեզ ասում եմ, դուք այսօր ավելի շատ եք ժամանակ ծախսում ընտրական գործընթացների եւ քարոզարշավի
այս ամբողջ թոհոբոհին, այս ամբողջ գործընթացին, ես ձեզ վստահ կերպով ասում եմ, որ մեր ընտրությունները անցնելու են ժողովրդավարության նորմերով, ժողովրդավարության տառին ու ոգուն համապատասխան։ Այլ թերացումներ, վարչական ռեսուրսի օգտագործում, դպրոցականներին ոչ արտաժամյա, ուրեմն կերպով ներգրավելը համայնքների, ասեք, քարոզարշավի մեջ եւ էլի շատ դեպքեր, սրանք ինչ խոս դատապարտելի են եւ ես անպայման պիտի ասեմ, որ մինչև վերջ արմատախիլ չարվեն, մենք ժողովրդավարության հետ կապված կունենանք խնդիրներ։ Հիմա տեսեք, մենք ինչ մեր հասարակությունը, մեր իշխանությունը կրթության նկատմամբ ինչ վերաբերմունք ունի։ Ժամը 2-ին պետք է դասը ավարտվի, 12:15 զանգը տալիս են, ժամուկես շուտ երեխեքին ուղարկում են Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին, այսինքն կրթությունը, որը ամենակարևոր բանն է, ստորա չի ստացվում, որ ստորադասվեց ինչ որ քաղաքական։ Լավ, ես հասկանում եմ դուք ինչ եք ակնարկում դրանով, ամեն դեպքում սա դատապարտելի է, Նիկոլ Փաշինյանը եւս նման վարքագիծը դատապարտել է ակնհայտ կերպով, բացի նույնիսկ սարկազմով է արտահայտվել, այստեղ երկու կարծիք լինել չի կարող, պիտի լինել շատ խստապահանջ օրենքի ամբողջ խստությամբ պիտի բացառել հատկապես անչափահաս երեխաների մասնակցությանը եւ այլն, բայց այստեղ խնդիրը այլ ձևաչափով եմ ես ուզում դիտել։ Համոզված եմ, որ ունենալով ինքը, այսպես ասած, խարիզմատիկ համբավ, շատ դեպքերում երեխաները իրենց նախաձեռնությամբ են գալիս մասնակցում այդ հանրահավաքներին։ Դուք բացառում եք դա, իհարկե, ես չեմ տալիս։ Նաև կա այսպիսի բան, ինքը հանրային լինելով հանրային քաղաքական գործիչ, ընդ որում լինելով շատ հուժկու եւ հզոր գործիչ, ինքը շփվում է ցանկացած ձևաչափով մարդկանց հետ։ Եվ դրա համար եմ ես ասում, երբ որ ասում են, եթե 200-300 ժողովուրդ շատ եկավ ընտրությունների, իշխող քաղաքական ուժ եւ Նիկոլ Փաշինյանը պարտություն են կրելու։ Ես եւս ուզում եմ մի բան էլ ասեմ։ Մեր ժողովուրդը, նույնիսկ եթե մոլորյալ ընկերներ կան, մոլորյալ ժողովրդի զանգվածներ կան, քաղաքացիներ կան, որոնք չգիտեմ ինչ ճանապարհով նրանց հասել է որոշակի կերպով դրամներ, նյութական շահագրգռություն եւ այլ, ես մեր ժողովրդին դիմում եմ կոչով, որ ընտրությունների ժամանակ, երբ քաղաքացին մոտենում է քվեատուփին, ոչ ոք չի կարող նրան հսկել, ոչ ոք չի կարող նրան ասել այսպես արա, ոչ ոք չի կարող նրան ստիպել ինչպես անի։ Մեր ժողովուրդը, մեր քաղաքացիները պիտի մասնակցեն ընտրություններին իրենց խղճի եւ մտքի, իրենց հոգու ամբողջ ձայնով եւ կարծում եմ մեր ժողովուրդը պիտի հստակ կերպով ընտրություն անի։ Այս ընտրությունը ինչքանով խաղաղության եւ պատերազմի ընտրությունը նույնքանով էլ եթե 3 ուժերին են ձայն տալիս, մեր ժողովուրդը հստակ պետք է հասկանա, որ ձայն են տալիս Ռուսաստանին, ձայն են տալիս Հայաստանին նահանգ լինելու, ռուսական նահանգ լինելու համար։ Տեսեք, հիմա դուք այդքան բան եք ասում, դուք տեսնում եք, որ ինչքան կաշառքի դեպքեր կան։ Եթե այսօր կառավարությունը մի քիչ խստապահանջ լինի, իհարկե հետևականության մասին խոսել չեմ կարող, առնվազն ամեն օր մի քանի 100 մարդու կարող է ձերբակալել, կալանավորել կաշառք վերցնելու համար։ Տեսակ, ընդամենը մի քանի օր առաջ մենք տեսանք, որ այստեղ նաև բույն են դրել լրտեսները։ Ես ամեղության կարգավարկածը հարգելով թույլ չեմ տա ավելորդ հայտարարություն անեմ, բայց այն քաղաքական ուժերը, որոնց ձայն են տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ես նրանց համարում եմ լրտեսական գործունեությամբ զբաղվող կուսակցություններին կամ աջակից կամ մասնակից։ Առաջին դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետությունը լրտեսության մեջ մեղադրվում է մի ազնվորություն, Անդրանիկ Թևանյանը, որը լրտեսություն է կատարել Ռուսաստանի ըստ քննչական մարմինների, ես ուրեմն ամեղության կանխավարկածը 100 պատշաճի հարգելով, ըստ մեղադրանքի լրտեսություն է կատարել Ռուսաստանի Դաշնության
Ռուսաստանի պետության, Ռուսաստանի շահերի օգտին։ Դուք պատկերացնում եք, այսօր մենք հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, որ մեր տասնամյակների որտեղից որ Ռուսաստանի օգտին ա եղել։ Միանշանակ Ռուսաստանի օգտին է եղել, կարող եմ մենք տարբեր ձևաչափերով հանդիպում ենք, կարող է մեղադրական եզրակացությունից էլ բազմաթիվ օրինակներ բերել, բայց ես ավելին ասեմ, մեղադրական եզրակացությունը ձեզ որտեղից։ Ոչ թե մեղադրական եզրակացությունը, ես ասում եմ մեղադրանքի մեջ կան կետեր, որոնք ապացուցում են, որ այդպես էլ եղել է, բայց ասում եմ անմեղության կանխավարկածը հարգելով, եւ ես պիտի ասեմ, որ ուրեմն սա առաջի դեպքը չի լինելու, կան այսպիսի տասնյակ դեպքեր, ուրեմն բավական է ասել, որ եւ ՀՀԿ-ի, եւ Հայաստան Դաշինքի, եւ Ուժեղ Հայաստանի, եւ չգիտեմ, Առաջարկ Հայաստանին այդ կամ Բարգավաճ Հայաստանից հեռու չեն այն մտքերը, որոնք զուտ առնչվում են լրտեսությանը, եւ եթե լրտեսությանը օժանդակում են, ապա նրանք էլ դառնում են լրտեսներ։ Ոչ մի կերպ ես այլ կերպ չեմ կարող նրանց բնութագրել։ Դրա համար ես ասում եմ, սա Հայաստանի Հանրապետության կենաց եւ մահու ընտրություններ են, ոչ թե կենաց եւ մահու, այլ լինել չլինելու խնդիրն է, գոյութենական խնդիր է։ Եթե ձայն ենք տալիս այս երեք ուժերի, մենք ձայն ենք տալիս ուրեմն պետության հիմնային քանդմանը, հիմնովին ոչնչացմանը։ Եթե ձայն ենք տալիս ներկա քաղաքական ուժին, մենք ձայն ենք տալիս պետության աստիճանական զարգացմանը եւ հետագա հզորացմանը։ Այլ բան ես ասել չեմ կարող։ Գալով կրկին ու կրկին տխրահարչակ երկրորդ նախագահի հարցազրույցին ոտից գլուխ կեղծ, ոտից գլուխ իր շահը հետապնդելով, նրա միակ նպատակը այն է, որ գա իշխանության, իր թալանածը պահել ու պահպանելն է։ Եվ ոչ միայն դուք պատկերացնում եք նման մոլուցքով, նման սադիստական դրսևորումներով քաղաքական գործիչը հանկարծ ու հանկարծ նորից բարձրանա քաղաքական իշխանության, երկրի քաղաքական պետական իշխանության աթոռին։ Դե նրա 25 տարի առաջ, 27 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ այնով է այն տղամարդը, որ կարող է ինձ ձեռնոց նետել պետական իշխանության որպես մրցակից։ Հիմա իր համակիրների մեջ ես պիտի ասեմ տղամարդ չկա։ Այդպես է դուրս գալիս, ըստ Քոչարյանի բացատրության դուրս է գալիս, որ իր համակիրների մեջ տղամարդ չկա։ Բա ինչու Հայլուրի լրագրողը թղթակիցը չհարցրեց տասնյակ սպանություններից, ինչու չհարցրեց, որ մի քանի անգամ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Նագորնո Ղարաբաղ является неотъемлемой частью Ռեսպուբլիկա Արմենիա, Հայաստանի Հանրապետության անբաժան մաս։ Ինչու չէր խոսում բանակում տեղ գծած այդ սանձարձակ բարքերի մասին, ինչու չէր խոսում այդ կեղծ տենդերների, մրցույթների վերաբերյալ։ Այսօր գիտեք մեր բանակում ինչ է կատարում։ Այսօր մեր բանակի ուրեմն ճաշարանները նման են շվեդական սեղաններին։ Այսօր մեր բանակում զուգագուլպանները դրած ըստ անհրաժեշտության մեր զինվորները փոխում են, մնացած հագուստը, այլևս չեմ խոսում մեր բանակի, չգիտեմ, մարտական ոգու, այլևս զինատեսակների 7 երկրների հետ ունեցած պայմանագրի զենքերի հետևանքով զինվորներ են մահանում բանակում։ 2 տարուց ավել է, ինչ մեր սահմանին կրակոց չկա։ Ես ասում եմ միջանձնային խնդիրների Ուրեմն միջանձնային խնդիրների մասին մենք պիտի շատ լուրջ մտահոգություններ ունենանք, հատկապես բանակի եւ պաշտպանության նախարարության ղեկավարությունը հստակ կերպով պիտի դնեն այդ միջանձնային արատավոր բարքերը արմատախիլ անելու համար։ Բայց եթե խոսքը գնում է սպանությունների մասին, ես պիտի ասեմ, որ հարյուրների էր հասնում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ միայն վերելակի վթարների եւ վերելակի խափանման հետևանքով մահացածների Շնորհակալություն, պարոն Սաֆարյան, դրա համար Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը այլևս իշխանության չեն։ Եթե թույլ կտակ եւս մեկ նախադասություն ասեմ, ես պիտի ասեմ ոչ թե Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը այլևս իշխանություն չէ, նրանք այսօր էլ գործում են ոչ թե ընդհատակով, այլ գործում են անթակույց
լկտիությամբ, նրանց ամեն օրյա գործունեությունը միտված է Հայաստանի Հանրապետության կազմաքանդմանը, մեր պետականության թուլացմանը։ Եվ ես պիտի ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից այս ընտրարշավը ոչ այլ ինչ նպատակ է հետապնդում, հստակ իմանալով նույնիսկ իր, այսպես ասած, եթե ասենք, որ կարող են հետագայում միավորվել, նա նույնիսկ հարգանք չի տածում ինչպես Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի, այնպես էլ Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավարի հանդեպ հստակ ինքը մեկ նպատակ է հետապնդել ամեն գնով ընդཐུպ մինչև սրբապղծությունների, ինքը չէ թաքցնում, ասեց խռովությունների գնով, որպեսզի հասնի իր համար ցանկալի բաղձալի աթոռին, բայց ասեմ, վարչապետը փայլուն պատասխանեց, խռովության ցանկացած դեպք խեղդվելու է բնում։ Տես Մոլդովայի օրինակը, բերեցին 100,000 ռուսական ընտրողներ, վերջացնում եմ, բերեցին 100,000 ռուսական ընտրողներ, տեսեք մոլդովական ժողովուրդը ինչքան քաջ գտնվեց, պետականամետ գտնվեց, նույնն էլ կարող է կատարվել Հայաստանում։ Ես դեռևս ասում եմ, որ փառք ու պատիվ մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ կարող էր միանգամից Ուժեղ Հայաստանը եւ Բարգավաճ Հայաստանը դուրս թողնել ընտրապայքարի հետագա մասնակցությունից։